Բարև ձեզ հարգելի ագնտիներ, հայրենիք լրատվական գետոնեն գահորտենք լուրերը։ Հայ հեղափոխական դաշնակցության հիմնադրության 135-ամյակի հանդիսությունը Երևանի մեջ կազմակերպվեցավ ՀՅԴ Հայաստանի քերակույն մարմինին կողմէ հանուն հայու հանուն բերության գարկախոսով ընդգծելով ՀՅԴ աշխարհայացքը, գաղափարական հիմքերը եւ արժեքները։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերություններու եւ արարողագարկի բաժնի դնորեն Նատան arczepiskopos Հովաննիսյան փոխանցեց ամենայն հայոց կաթողիկոսի նորտնությունը, ուր գշեշտվեր թե ՀՅԴ-ի 135-ամյա երթը առաքելություն է, որուն գարիկը այսօր ալունինք։ Հանդիսության ընթացքին խոսքեր արտասանեցին ՀՅԴ բյուրոյի անդամ Հակոբ Բագրատունի եւ ՀՅԴ Հայաստանի քերակույն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան։ Բագրատունի շեշտեց, որ ՀՅԴ կողմնակից է արժանապատիվ խաղաղության, ոչ թե զիջումներով հայրենագործան պայմանագրերու, անսավ որ վտանգված է հայ առաքելական եկեղեցին, հայրենիքը եւ պետությունը։ Բագրատունի հայտարարեց, որ դաշնակցությունը մեկ ամբողջություն է։ Իր ղարքին Իշխան Սաղաթելյանը ընդգծեց, որ ՀՅԴ-ի գաղափարները այսօր ավելի քան պահանջված են, որովհետև Հայաստան ճակատագրական խաչմերուկիմը վրա կգտնվի։ Անհայտարարեց, որ ոչ ոք կեր նախատարել դաշնակցության գործունեությունը։ Հանդիսության ընթացքին ցուցադրվեցան վավերագրական տեսերիզներ դաշնակցության գդրած ուղին, ազատագրական պայքարի կարևոր հանգրվաններուն եւ ժամանակակից գործունեության մասին։ Նորին Սուրբ Օծություն դերդեր Արամ առաջին վեհապար հայրապետ Երևանի իշխանություններուն գոչ ուղեց հերու մնալու Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին եւ խնդիրներուն միջամուխ դառնալու եւ եկեղեցիեն ներս զանազան միջոցներով բարակտումի սերմերցանելու հագասահմանադրական անընդունելի ու դադարելի գայլերը, որոնք կրնան մեր եկեղեցին, ազգն ու հայրենիքը առաջնորդել ինքնագործման։ Արամ կաթողիկոս նաև Սուրբ Էջմիածնի գոչ ուղեց խոհեմությամբ եւ համբերությամբ ու շատ արագ առաջ կառնելու միապանական կյանքերներ ջեղքեր հարաճանալու եւ հարաճացնելու վտանգավոր գացություններուն եւ համախմբվելու վեհապար հայրապետին, ինչպես նաև միապանական ուխտին ու սկզբունքներուն շուրջ եւ եղբայրական ոգիով, կանոնական հոլովիտով ու իրաբաշտ մոտեցումով քննելու արգախնդիրները, համապատասխան որոշումներ գոյացնելու վճռակամությամբ։ Արցախի ներկայացուցչության շենքին մեջ կայացան խորհրդարանական լսումներ սահմանադրության օրվան առիթով։ Արցախի նախագահի բարդականությունները կատարող Աշոտ Դանիելյան հայտարարեց, որ այս լսումներով պայքարի նոր հանգրվան կսկսին, նշելով, որ Լեռնային Ղարաբաղի տագնապը կարգավորված չէ։ Ան նաև ասավ, որ իրենց գլխավոր նպատակը հայրենադարձությունն է։ Լսումներուն մասնակցեցան խորհրդարանական ինտիմատիր պատգամավորական խմբակցություններեն պատգամավորներ, արտախորհրդարանական քաղաքական ուժերու ներկայացուցիչներ։ Հայաստան խմբակցության պատգամավոր Քեղամ Մանուկյան շեշտեց, որ կարևոր է արցախյան պետական հաստատություններու պահպանումը։ Լսումներուն ընթացքին նաև շեշտվեցավ, որ Արցախահայությունը պիտի չհրաժարի հավաքական վերադարձի իրավունքեն։ Լսումներեն մեկ օր ետք խուզարկություններ կատարվեցան ներկայացության շենքին մեջ, հունիսին ստեղծված քրեական բարույթի մձիրի մեջ։ Փաշինյանի հրահանգներուն ենթարկվող իրավապահ մարմիններուն կողմէ իրականացված խուզարկություններուն հիմքը Հայաստանի մեջ գործող տրամադան հետ կնքված պայմանագրի հետ կապ ունի, որում մեջ կհիշատակվի Արցախի ներդրումային հիմնադրամը։ Հաստատվեցավ, որ գրավված են համագարկիչներ։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյան Համբուրգի մեջ հայտարարեց, որ Արցախի վերադարձի թեման շատ վտանգավոր է,
մտահոգություն հայտնելով, որ ադրբեջանցիք կտեսնեն, որ Հայաստանի մեջ կսեն, թե Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Ան շեշտեց, որ ինք հայտարարած է, որ պետք չէ շարունակենք Ղարաբաղյան շարժումը, որ ավարտած է եւ զայն վերսկսելու փորձերը օգտակար չեն։ Արցախյան խորհրդարանական լսումներեն մեկ օր ետք ներկայացության շենքին մեջ խուզարկությունները եւ ապա Փաշինյանի այս հայտարարությունները բավական լույս կսպրեն, թե իշխանությունները ինչ կհետապնդեն։ Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփ անսպասելի կայլովը ներում շնորհեց Ադրբեջանեն գաշարկը ստացած եւ այդ գործով Դատական հետապնդումներու ենթակա դեմոկրատական կոնգրեսական Հենրի Քուելարի։ Ան սակայն քանի օր յետ հայտարարեց, որ կոնգրեսականը անհավատարիմ է, որովհետև որոշած է մնալ դեմոկրատական եւ չմիանալ հանրապետական կուսակցության։ Դատական փաստաթուղթերու համաձայն Քուելար դարիներ շարունակ գաբի մեջ գտնված է ադրբեջանցի դիվանագետներու հետ եւ ադրբեջանական կարողի սոկար ընկերութենեն անօրինական գումարները ստացած է եւ խոստացած է կոնգրեսի մեջ հարաճ մղել ադրբեջանամետ օրինակի ձեր։ Քուելար 2017-ին սկսյալ աճակցած է Լեռնային Ղարաբաղի ամերիկյան մարտացիլական օժանդակությունները արգելելու ջիքերուն։ Ամերիկայի հայտարարի հանձնախումբի գործադիր տնօրեն Արամ Ամպարյան քննադատեց Թրամփի որոշումը եւ հայտարարեց, որ այս քայլով Ամերիկա կերատած կհամարե ոչ թե սեփական, այլ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը։ Հոյտա Նիկոլ Աղբալյան ուսանողական միության գազագերբությամբ մարդու իրավունքներու պաշտպանության օրվան առիթով փողոքի ցույց կատարվեցավ Մագի Երևանյան գրասենյակին դիմաց միջազգային կառույցներու ուշադրությունը հրավիրելով Բաքուի մեջ աբորինի գերբով արգելափակված պատերազմական հայ գերիներու ոտնագողված իրավունքներուն վրա։ Ցույցին ավարտին փողոքին մասնակիցները իրենց բանջները ներկայացնող նամակ փոխանցեցին Մագի գրասենյակին ներկայացուցիչին։ Իսկ Մոսկվայի մեջ հայկական տեսփանատան դիմաց կատարվեցավ փողոքի ցույցը, որուն մասնակիցները Փաշինյանի իշխանություններուն գոչրին հրաժարելու հակասահմանադրական գործողությունները, ինչպես նաև ազատ արձակելու հոգևորականներն ու գործարար Սամուել Կարապետյանը։ Ցույցին մասնակից հոգևորականները ռուսապնակ հայերուն գոչրին համախմբվելու եւ ամուր կանգնելու եկեղեցվո եւ ամենայն հայոց կաթողիկոսին կողքին։ Դեղին է նշել, որ ցույցը կազմակերպվեցավ Փաշինյանի Մոսկվա այցելության ընթացքին, ուր ան մասնակցեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Հայաստանի մեջ Միացյալ Նահանգներու տեսփան Քրիստինա Քուին հայտարարեց, որ Վաշինգտոն ներկայիս կաշխատի Հայաստանի կառավարության հետ Թրամփի ուղիին եւ Վաշինգտոնյան հուշագիրներեն փոխող ընելիքներու մշակման եւ իրականացման գարույցներ ձևավորելու համար։ Ան նաև հայտնեց, որ հարաճած են աշխատանքային երկու խումբեր, որոնք մինչև տարեվերջ պիտի կայացնեն իրենց առաջին նիստերը։ Քուին համոզում հայտնեց, որ Թրամփի ուղին Հայաստանը պիտի վերադմիացնե համաշխարհային շուկային հետ։ Մյուս կողմը ամերիկացի զորավար Քրիս Մակկինի գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայաստան, աջակցելու համար օգոստոսին Սպիտակ տան մեջ ձեռք բերված համաձայնություններուն։ Ամերիկյան պատվիրակությունը հարկանքի դուրք մատուցեց Ձիձեռնագապերտի հուշահամալիրին մեջ։ Ադրբեջանի արտաքին գործոստ նախարար Ջեյհուն Բայրամով վերահաստատեց 3 առավել 3 ձևաչափով հերթական հանդիպումը հյուրընկալելու Բաքուի իշխանություններուն պատրաստակամությունը, ընդգծելով, որ Երևան զայն մերժելու որևէ պատճառ չունի։ Ռուսիո, Թուրքիո, Իրանի,
Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ ցարգկայացած են 3 հանդիպումներ, որոնց վերջինը անցյալ տարի Թուրքիո մեջ։ Այս ձևաչափը 44-օրյա պատերազմեն ետք Թուրքիո նախաձեռնած եւ Ռուսիո հավանությունը ստացած շրջանային համագործակցության ձևաչափն է, որ մի Վրաստան բացակայ է Ռուսիոյի դարագործություններու պատճառով։ Բդադության թեմ բայկարի Transparency International գազམ་ակերպության հագապդածություն կենտրոնը հայտարարության մեջ նշեց, որ Հայաստանի մեջ բդադության թեմ բայկարի մեջ հարաճ խաղացք արձանագրված չէ։ Հասարակական վստահությունը առանցքային pedagogan հաստատություններու նկատմամբ գշարունակե ցած մագարտակի վրա մնալ, ինչպես նաև մտահոգիչ են եկեղեցվո ներքին գործերում միջամտելու իշխանություններուն վարկակիցը եւ լրակրողներ թիրախավորելու դեպքերը։ Ընդգծելով, որ հարաճիգա տարի վճռորոշ տարի է Հայաստանի համար, Գետրոնը հայտարարեց, որ կարևորագույն խնդիրները վտանգավոր կդարձնեն խորհրդարանական ընդրություններու օրինականությունը եւ անոր վերաբերյալ ընկալումները։ Իսկ մեր լրատվության ավարտին այժմ հարցազրույցը պիտի ունենանք Գովգասակետ Գարեն Իգիդյանի հետ։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Երևանի իշխանություններուն հրահանգով արգելվեցավ ձեր Հայաստան մուտքը։ Ինչ քայլեր ու դիմեցիք Աբորինի այս քայլին առնչությամբ։ Այս պահին ոչ մի նորություն չկա, իրավական դատական process-ը ընթացքի մեջ է, փաստաբանները զբաղվում են, երբ որ նորություններ լինեն, կարծում եմ մենք հայտնենք։ Փաշինյան Գերմանիո մեջ հայտարարեց, որ պետք է հրաժարինք Արցախայության վերադարձին մասին նույնիսկ խոսել է։ Փոխարենը առաջարկելով, որ Բաքուի իշխանություններն ալ իրենց երթին չխոսին Հայաստանի մեջ ադրբեջանցիներու վերապնակեցման մասին։ Որոնք են այս հայտարարություններուն յետին տակնված վտանգները։ Ինչ վերաբերվում է Փաշինյանի ասացին, այսպես կոչված փոխարինում իրականացնել, ինչ-որ փոխանակվել Հայաստանը հրաժարվի Արցախի հիշատակումից, Բաքուն արևմտյան Ադրբեջանի, տեսեք խնդիրը որն է։ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը փաստացի գործող ղեկավարությունների մեջ չենք քննարկում լեգիտիմությունը ԿՊ-ի իշխանության շատ շուտվեց հրաժարվել է շատ շուտվանից Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները չեն խոսում, ավելին կոչ են անում չխոսել Արցախի մասին, Արցախ վերադարձի մասին, Արցախայցյան իրավունքների մասին եւ այլ եւ այլ եւ այլ։ Ի հակառակ դրան Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է խոսել, որ իբր թե Հայաստանը ստեղծվել է արևմտյան Ադրբեջանի տարածքում, սա իրենց պատմական հողն է եւ այստեղ պետք է վերաբնակեցվեն ադրբեջանցիները։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ Փաշինյանը եւ իր թիմակիցները Սիմոնյանը եւ այլն փորձում են նույն հարթակում դիտարկել, ուրեմն Հայաստանում հանդիմության, հասարակական գործիչների, փորձագետների կողմից բարձրաձայնված Արցախյան հարցը եւ Ադրբեջանի կողմից պետական քաղաքականությունը։ Սա շատ կարևոր հանգամանք է, նրանք փորձում են սա նույնականացնել, բայց դա նույնը չի։ Պետական մակարդակով, եթե մենք այսօր խոսում ենք, Հայաստանի Հանրապետությունը այս շատ շուտվանից արդեն հրաժարվել է Արցախից եւ Արցախի հարցից։ Կար տպավորություն, որ շատերի մոտ կար իհարկե ոչ բոլորի մոտ, որ օգոստոսի 8-ի այս փաստաթուղթը ստորագրելուց հետո Ադրբեջանը եւս կհրաժարվի, Ադրբեջանը ինչ-որ ժամանակ լռեց, բայց հետո նորից սկսեց իրականացնել այդ քաղաքականությունը, այս քարոզչությունը եւ տեսավ, որ դա անցնում է եւ հիմա շարունակում է։ Հիմա արդեն, եթե մենք ավելի ուշադիր լսենք խոսքանչի մասնա, խոսքը լինելու է ոչ թե այն մասին, որ Հայաստանի պետությունը ոչ մի բան չասի Արցախի մասին, այլ նաև Ադրբեջանը փորձել է վերահսկում ունենա Հայաստանի ներսում, այսինքն կառավարությունը չի խոսում շատ լավ, բայց պետք է իրենք փորձելու են հասնել նրան, որ նաև հասարակությունը չխոսա։ Իսկ Ադրբեջանի կառավարությունը, հասարակությունը եւ այլն իրենք շարունակել են խոսել, որովհետեւ Հայաստանի գործող իշխանությունը խոսելով
այսպես կոչված անկախության մասին Ռուսաստանից առաջերտին, բայց իրենք մոռանում են ասել, ճակերտաբար մոռանում են մեր ժողովրդին, որ Հայաստանը ուղիղ կախվածության վերահսկողության տակ է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Եկեք պատկերացրեք Ադրբեջանի կողմից, որը մինչև Փաշինյանի գալը դա հակառակորդ երկիր էր, իհարկե, բայց ոչ մի բան չէր կարող անել Հայաստանի ներսում, ավելին Հայաստանի Արցախի հարցում իր ձեռքերը ազատ չէին, եկեք ասենք ասենք, հա, ու Ալիևն էր ասում, նրան ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը։ Եվ հիմա մենք Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը հասել է նրան, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանի ներսում օրակարգ թելադրել, Հայաստանի ներսում արգելել Արցախի հիշատակումը, եւ սա փորձում են ծախեն Հայաստանի ժողովրդին այն փաթեթով, որ իսկ Ադրբեջանը չի օգտագործելու Արևմտյան Ադրբեջանը եւ այլը, դա օգտագործվելու առաջին, հետո իրանք ուզում են պատմական փաստը եւ մարդկանց իրավունքների հարցը փոխարինել ուղղակի նորաստեղծ քարոզչական կեղծ կոնցեպտի հետ, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի։ Հարավային Կովկասի մեջ հնարավոր ինչպիսի զարգացումներ կգրնան արձանագրվել Ուկրաինայո պատերազմին ավարտեն ետք եւ արդյոք պիտի շարունակվի Միացյալ Նահանգներու եւ Ռուսիո միջև համագործակցությունը, թե Միացյալ Նահանգներու համար Թուրքիա պիտի մնա Հարավային Կովկասի մեջ հիմնական գործընկերը։ Ինչ վերաբերվում է Ուկրաինայի հակամարտության, թե եւ նախ ոնց կլուծվի այդ հակամարտությունը եւ ինչ անդրադարձ հայտարարենք ունենա Հարավային Կովկասում, եկեք ասենց նայենք, եթե նա լուծվի այնպես, ինչպես որ հիմա խոսում են շատերը, ապա իհարկե միանշանակ այս ամենը անդրադառնալու է Հարավային Կովկասի վրա։ Այստեղ շատ մեծ հարց է իրականում Ռուսաստանը Ուկրաինայի հիմնահարցից դուրս է գալու, թե ոչ, որովհետև եթե ինչ-որ պատկերացնենք պայմանագիր լինի, պատկերացնենք այդ պայմանագրի շրջանակներում ինչ-որ գործողություններ պետք է կատարվեն, Ռուսաստանի զորքը մեկ այնտեղ է լինելու, ու դա ինչ-որ երկար ժամանակ է լինելու։ Այն դեպքում, եթե ինչ-որ բանի կողմերը հասնեն եւ ինչ-որ բան ստորագրեն, սա էլ է մեծ հարցի տակ։ Եթե այդ ամենը եղավ, ապա իհարկե Ռուսաստանը նոր ուժերով հետա գալու Հարավային Կովկաս, որպեսզի ապահովի իր շահերը։ Շահերը շատ պարզ են։ Ուղիղ հակասության մեջ են Արևմուտքի շահերը, հենց ԱՄՆ-ի առաջին շահերը։ Առաջինը ԱՄՆ-ն, Եվրոմիությունը, իրանք ինչքան էլ ներքին հակամարտություն չունենան, Թուրքիայի միջոցով, Թուրքիան որպես այդ լոկոմոտիվն առնելու այդ շարժման, ուզում են մտնել Միջին Ասիա, Միջին Ասիայից ստանալ ռեսուրսներ, իսկ դեպի Միջին Ասիա ուղարկեն իրենց ապրանքները ու ամենակարևորը զենք եւ զինամթերք։ Այս ամենը իրենց թույլ կտա յուրաքանչյուր պետք եղած ժամանակ նոր հակամարտության գոտի ստեղծել Ռուսաստանի համար, արդեն օրինակ Ղազախստանում։ Սա շատ պարզ խաղ է, հենց դրա համար Ռուսաստանը ուզում էր հսկեր, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը նոյեմբերի 10-ի փաստաթղթով։ Հիմա մենք տեսնում ենք, որ միջանցքը լինելու է ինքը ամերիկյան, ոնց որ ի սկզբանե նախատեսած էր Թուրքիայի, Ադրբեջանի եւ հենց ԱՄՆ-ի կողմից, ինքը լինելու է ամերիկյան։ Այստեղ պետք է ասենք, որ մեր Իրանի գործընկերները շատ ավելի ճիշտ ձևակերպում էին տվել այդ միջանցքին, ոնց որ իրենք միշտ ասել են NATO Թուրան դալա, NATO-ական, թուրանական միջանցք։ Այսքանը։ Հիմա համագործակցելու է ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը տարածաշրջանում, թե ոչ։ Դենեք ինչ նկատի ունենք, եթե ասում ենք համագործակցելու։ Երկու խոշոր մեծ երկրներ են, իրենք ունեն հարցեր, այդ հարցերը իրենք քննարկում են, ինչ որտեղ գալիս են ընդհանուր հայտարարի, ինչ որտեղ ոչ։ Ասել դա համագործակցություն կարող է, բայց համագործակցությունը դա եւ դաշնակից լինելը դա լրիվ տարբեր բաներ են։ Թուրքիան ԱՄՆ-ի եւ ընդհանուր արևմուտքի դաշնակիցն է եւ գլխավոր օպերատորն է տարածաշրջանում, ոչ մի բան չի փոխվել այդ առումով եւ Թուրքիան ոնց ուներ արևմուտքի սատարումը գործողությունների համար Հայաստանի ուղղությամբ եւ Միջին Ասիայի ուղղությամբ, տենց էլ ունի այս պահին եւ ունենալու ապագայում։ Այս դեռ բան չի փոխվել, աշխարհագրությունը չի փոխվել, ու քանի դա այդպես է, քաղաքականությունը շարունակվելու է այս կանոններով։ Շնորհակալություն ձեզի։
Հարկելագնդիրներ մեր զրուցակիցներ Գովգասակետ Գարեն Իգիտյանը Այսպիսով մեր լրատվությունը հասավ իր ավարտին։ Հարաճիգա շաբաթ նոր լրատվությամբ կհանդիպինք։ Ցտեսություն։